Կիրակի օրը Հովանավանքում կրկին, այսպես ասած, պատարակ է սպասվում, որին Նիկոլ Փաշինյանն ասել է ինքը մասնակցելու է։ Ըստ էության այս պատարակը չի կարող համարվել օրինական, ինչու որովհետև կարգալույծ եղած քահանան է, հա, այն իրականացնելու Ստեփան Ասատրյանը, իսկ ըստ եկեղեցական կանոնակարգի կարգալույծ եղած քահանան որևէ ծիսակատարություն չի կարող իրականացնել, այն համարվում է ապօրինի։ Նախ ինչպես եք սրան վերաբերվում ու նախորդ շաբաթ էլ արդեն իսկ թիմակիցները Նիկոլ Փաշինյանը մասնակցեցին ոչ օրինական կեղծ պատարակի։ Դուք նորմալ եք այս ամենին վերաբերվում։ Ոչ օրինական չեմ համարում, կեղծ չեմ համարում։ Ես պատճառաբանությունը կարգալույց անելու Տերարամին կարծում եմ ճիշտ չի։ Ըստ ինձ ինքը կանոնադրություն չի խախտել, բայց պատտվող լուրերի համաձայն Հայ Ավագերական եկեղեցին գլխավոր կտիչ Ներսիսյանն է կանոնադրություն խախտել, ինչը ավտոմատ կարծում եմ իրեն կարգալույծ է անում։ Ինչ կանոնադրություն է օրինակ խախտել։ Այսպես անդադ ձեր թիմակիցների հայտարարություններ են։ Երեխաներ թե չէ, ինչի չի պատասխանում։ Ձեր թիմակիցները պարբերաբար հայտարարություններ են անում, բայց երբ որ հարց է կողում, ինչ փաստեր ունենք, եւ որպես այդպեսին փաստեր չեն բերում, այսինքն հիմնվում եք միայն նրա վրա, որ կաթողիկոսը չի հետքում, հա։ Միայն դա բավարար է նման հայտարարություններ անելու համար։ Կիրակի գնալու եք կրկին։ Այո։